ուզում եմ նախաբանը այս ձևով սկսեմ, խոսամ կարգավիճակների մասին։ Ամեն մարդ ինչ-որ մի կարգավիճակի մեջ է, երբ որ փոքր տարիքում երեխան օրինակ գնում է դպրոց, իր կարգավիճակը աշակերտի կարգավիճակը, չէ՞, եւ կարգավիճակից բխում է նրա գործողությունները։ Եթե աշակերտը իր գործողությունները դպրոց գնալն է, դաս պատրաստելն է, սովորելն է եւ այլն։ Հետո մեծանում է նույն կերպ ուսանողը արդեն ուսանողի պարտականություններն է անում իր կարգավիճակից ելնելով, եթե սպորտսմեն է, սպորտսմենի կամ նույն ձևով տան անդամների, չէ՞, եթե ամուսնացած է կարգավիճակը մարդու, ամուսինը իր պարտականություններն է անում, կինը իր պարտականությունները, կախված այդ կարգավիճակից, կախված մարդու դիրքից, ամեն մեկը իր գործն է անում։ Եվ լավ կլինի, որ ով որտեղ գտնվում է, իր պարտականությունները, իր գործը լավագույն ձևով անի։ Կամ եկեղեցում կան եկեղեցու անդամներ, չէ՞։ Սա մի քիչ լայն հասկացողություն է պարտականությունների առումով, մարդիկ կան, որ իրենց համարում են եկեղեցու անդամ, իրենց պարտականությունների չափը կարող է լինի Կիրակի օրը այսին ժամից այսին ժամը պաշտամունքին ներկա գտնվելը։ Ոմանց համար տարբեր է, իրենց պարտականությունը ավելի շատ է, որպես եկեղեցու անդամ, այլ ծառայություններ կան, այլ գործեր կան, որ ինքը անում է։ Մի այսպիսի կարգավիճակ էլ կա եկեղեցու անդամի տան անդամը, որ եկեղեցի չի գալիս, ասենք կինն է գալիս, ամուսինը, երեխան, բայց որ թեմա է բացվում դուրսը, հոգևոր ինչ-որ թեմա, ասում եմ կինս էլ է այդում, մերոնք էլ են այդում, ես էլ եմ տեղյակ, մեկ-մեկ ես էլ եմ մասնակցում, ես էլ է կարգավիճակ, այս մարդն էլ ինչ-որ բան գործողություններ անում, ինչ-որ ձևով ընդունում է։ Դե եկեղեցում էլ կան ծառայողներ, կան ծառայողների օգնականներ, որ ամեն մեկը իր պարտականությունները անում է, իր գործը անում է, կախված իր կարգավիճակից։ Այսօր ուզում եմ մի հատ կարգավիճակի մասին խոսամ, որ անկախ հոգևոր հասակից, անկախ ծառայությունից, անկախ տարիքից բոլորս այս կարգավիճակի մեջ պիտի լինենք, եւ սա Աստծո կամքն է եւ Աստվածաշնչյան է, այն մարդիկ, ովքեր որ եկեղեցում են եւ Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ են ընդունել, նրանք պետք է լինեն Հիսուսի աշակերտները։ Բոլորս պետք է լինենք Հիսուսի աշակերտները։ Մի այսպիսի տեսանելի բան ունենք իրար հետ, ինձանից ձախ գտնվող թևը, որ նստած են, այս միջանցքից ենքոմ, պատկերացնենք, որ ունեն մարգարեական պարգև։ Այսօրից ու երբ որ դու բացահայտում ես, որ ես մարգարե եմ, արդեն քո մտքի մեջ այս կարգավորումներն են գալիս, որ ես պիտի աղոթեմ, որ Աստծո մարգարեական խոսք ստանեմ։ Մյուս թևը ինձանից ձախ գտնվող պատկերացնենք, որ Աստված կանչել է առաքելական ծառայության, որպեսզի առաքյալներ լինեն։ Առաքյալները, գիտեք, ուղարկվում են ինչ-որ տեղ գնալու, հեռավոր տեղեր կամ տարբեր երկրներ, եկեղեցիներ բարձրացնելու, ավետարանը քարոզելու համար։ Երբ որ ասում եմ առաքյալներ, չէ, մարդը լսում է, որ ինքը պետք է առաքյալ լինի, արդեն ոմանք մտովի իրերն են հետագում, կամ ինչ-որ մեկը պատկերացնում է հեռավոր երկիր, կամ Աֆրիկայի ինչ-որ պետություն, կամ Հայաստանում գտնվող հեռու գյուղ, որ պիտի գնա առաքելական այդ գործունեությունը ծավալի, այսինքն նույն կերպ ուզում եմ աշակերտի հետ կապված ասեմ։ Եթե Աստված ասում է, Հիսուսն ասում է, որ դուք իմ աշակերտներն եք, մեր մեջ այս կարգավորումը մեր մտքի մեջ պիտի գա։ Քանի որ ես աշակերտ եմ, պետք է անեմ աշակերտի հետ կապված այն բոլոր պարտականությունները։ Չէ, սովորական աշակերտի հիմնական գործը սովորելն է։ Սովորել, պատրաստվել եւ իր ուսուցչին նմանվել։ Հիսուսի ուզածը սա է, որ մենք իրան նայենք մեր որպես ուսուցիչ եւ նմանվենք մեր ուսուցչին եւ նաեւ մեր ուսուցչի գործը գործենք։ Աստվածաշնչից գիտենք, Հիսուսը ուներ 12 աշակերտ, որովհետեւ Հիսուսը ֆիզիկապես չէր կարող ծառայել բազմություններին, դրա համար աշակերտներ բարձրացրել, որ օգնեին իրան, չէ՞, աշակերտների միջոցով ծառայություններ անում։ Հետո որ կարդում ենք, աշակերտները շատացան, կային 72 աշակերտներ, 120 աշակերտներ, չէ՞, այսպես 3000-ի մասին է նաև նշում, ու այսպես շատացել են, այսօր մենք Հիսուսի աշակերտներն ենք, հասել է մեր օրեր,
ու մենք այստեղ նստած ենք Հիսուսի աշակերտներ ու Հիսուսը նույն պատգամն է մեզ ուղղում, որպես իր աշակերտներ, որպեսզի մենք իր գործը կատարենք, որովհետև Հիսուսը միայնակ չի կարող, կամ եկեղեցու մի ծառայող, երկու ծառայող չեն կարող այն գործը անել, որ կանի եկեղեցու ամբողջ անձնակազմը, ամբողջ ժողովուրդը։ Միտեղ կարդանք Մատթեոսի ավետարան 10-րդ գլխից Հիսուսի պատգամն է ուղղված իր աշակերտներին, Մատթեոս 10, 5-7 խոսքերը։ Այս 12-ին ուղարկեց Հիսուսը, նրանց պատվեր տվեց եւ ասաց. Հեթանոսների ճանապարհ չգնաք եւ սամարացիների քաղաք չմտնեք, բայց ավելի գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Եվ երբ որ կգնաք, քարոզեցեք եւ ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Եկեք այս հատվածի վրա կանգ առնենք, որպես պատգամ, որ նաեւ մեզ է ուղղված։ Ինչպես որ այն 12-ին էր Հիսուսը ասում, այսօր նույն խոսքը մեզ էլ է ուղղված։ Սկզբից ինչ է ասում, հեթանոսների ճանապարհ չգնաք, սամարացիների քաղաք չմտնեք։ Երկու տեսակի ուզում եմ ասեմ, մարդիկ կան, խմբեր կան, նրանք ովքեր որ Աստծուն մերժել են, որոնք հեթանոսներն էին, որ Աստծուն մերժել էին, եւ սամարացիները, որ Աստծո ճշմարտությունը ամբողջությամբ չէին ընդունում, ասում են իրանց քաղաքները մի գնացեք, իրանց ճանապարհների մեջ մի գնացեք, որովհետեւ իրենք մերժել են Աստծուն, որովհետեւ իրենք լսել են բացահայտ, ապստամբել են, հակառակվել են, այսպես ասած օգուտ չկա նրանց նորից քարոզելու։ Ճիշտ է, շատ մարդիկ կան, որ իրանց հարցը Աստված կլուծի, տարբեր կերպերով մարդիկ կլսեն կդառնան, բայց ասում եմ ավելի գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Շատ մարդիկ կան մեր շուրջը, որ ոչ թե Աստծուն մերժել են, այլ պարզապես կորած ոչխարներն են, նրանք ովքեր որ տեղյակ չեն, կամ տարբեր կերպերով սատանան իրենց բանտարկել է, տարբեր իրավիճակներից ելնելով իրանք չեն կարողացել ճշմարտությունը գտնեն։ Ասում գնացեք այդ կորած ոչխարների մոտ։ Մեր շրջապատում շատ կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն, ովքեր որ բաց սրտով կընդունեն, եթե քարոզվի, եթե տեղեկացվի ճշմարտության ճանապարհի մասին։ Գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ եւ երբ որ կգնաք, քարոզեցեք եւ ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ 7-րդ համարում են քարոզի նյութն է ասում։ Երկնքի արքայությունը մոտեցել է։ Բայց մինչև քարոզելը, պիտի մենք էլ հասկանանք ինչ է նշանակում սա։ Ինչ է նշանակում երկնքի արքայությունը մոտեցել է, որպեսզի իրանց նույնքեր բացատրենք։ Եթե ասում են ինչ որ բան մոտեցել է, ենթադրվում է, որ ժամանակ կար, որը անցել է եւ արդեն լրանում է եւ ինչ որ բան մեզ մոտեցել է։ Չէ՞։ Պատկերացնենք, սա մարդն է, որին խոսքն է քարոզվում եւ երկնքի արքայությունը մոտենում է իրեն։ Ինչա երկնքի արքայությունը։ Աստծո խոսքն ասում է, որ արդարություն է, խաղաղություն է, ուրախություն է, չէ՞։ Ամեն սրբություն է, երկնքի արքայությունը, ու մենք գնում ենք այս մարդուն ասում ենք, որ սիրելի մարդ, քեզ մոտեցել է արդարություն, սրբություն, մոտենում արդեն, հասնում է քեզ։ Եթե քո կյանքի մեջ կա անարդարություն, եթե քո կյանքի մեջ մեղք կա, եթե անօրենություն կա, դու պետք է թողնես, որովհետև եթե հասնի քեզ երկնքի արքայությունը, այդ արդարությունը չի կարող քո անարդարության հետ հանդիպել։ Դու պիտի ապաշխարես, որպեսզի մտնես երկնքի արքայության մեջ, որպեսզի այդ արդարության մեջ մուտք կարողանաս գործել։ Ու սա է մեր քարոզի նյութը, որ Հիսուսը սովորացնում էր։ Պարզապես գնանք ու մարդկանց ասենք, թողեք այսինչ բանը, որպեսզի կարողանաք երկնքի արքայություն մտնել, որովհետև վերջի ժամանակն է ու երկնքի արքայությունը արդեն մեզ շատ մոտ է։ Բայց մի կարևոր կետ էլ կա, երբ որ մարդուն զգուշացնում ենք մեղքի մասին, շատ մարդիկ, քանի որ մեղքը սեփականացրել են իրենց, երբ որ մեղքն է մատնացույցանում, իրենք կարծում են, թե իրենց է մատնացույցանում, իրենց է վիրավորում, բայց մենք պիտի կոնկրետ մեղքին մատնացույցանենք, մարդուն հասկացնենք, որ դու սիրելի ես, դու ընդունված ես, բայց քո մեջ եղած մեղքը ընդունված չի, դու մեղքը պետք է թողես։ Նույն կերպ հակառակն էլ է լինում, երբ որ շատ հոգևորներ տեսնում են մեկին մեղք գործելուց ու
չեն տարբերում այդ մեղքին ու մարդուն, չեն հասկանում, որ սատանան ինչ-որ կերպով ներգործում է այս մարդու մեջ ու այդ մարդուն սկսում են մեղադրել, մարդուն սկսում են հարվածել, բայց պետք է հստակ լինի այս տարբերությունը, պետք է մեղքը մատնացուց արվի և մարդուն առանձնացնենք մեղքից, մարդուն սովորացնենք, որ դու մեղքը պիտի թողես, որպեսզի կարողանաս մոտենալ Աստծուն։ Սա որպես առաջի կետ, ուզում եմ մի հատ անուն դնենք, առաջի կետը դարձի գալու կոչ։ Երբ որ գնում ենք մարդկանց մոտ, իսրայելիտան կորած ոչխարների մոտ, առաջի բանը դարձի գալու կոչ պետք է անենք մարդկանց։ Հորդորենք, խնդրենք, համոզենք, որպեսզի իրենք դարձի գան։ Հաջորդ կետը, երբ որ մարդը դարձի է գալիս, արդեն Հիսուսին ընդունում է, կարիք կա, որպեսզի վերականգնվի այդ մարդը, ծառայել, որպեսզի մարդը վերականգնվի, որովհետև աշխարհի մեջ տարբեր մեղքերի, տարբեր սխալների հետևանքով մարդու ներաշխարհը վնասվում է, տարբեր վախեր, խնդիրներ են առաջանում մարդու մեջ ու կարիք կա ծառայել, որպեսզի այս մարդը վերականգնվի, որովհետև բավական չի, որ ուղղակի ընդունի Աստծուն, հավատա Աստծուն, որովհետև եթե կա խնդիրներ, ցավեր, դա պիտի բուժվի անպայման։ Հաջորդ համարն եմ ուզում կարդամ Մատթեոս 10:8-ը։ Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին սրբեցեք, մեռելներին հարուցեք, դևերը հանեցեք, ձերի առելեք, ձերի տվեք։ Սա այդ վերականգնման ընթացքն է, բայց որ ուշադրություն ենք դարձնում, հիմնականում հիվանդություններ բժշկելու հետ կապված ասում, մեռելներին հարություն տվեք, բորոտների մասին ասում, հիվանդների մասին, չէ, ու դևերը հանելու մասին ասում։ Բայց միթե Հիսուսը շահագրգռված էր միայն, որ ժողովուրդը ֆիզիկապես առողջ լինեն։ Ես կարծում եմ, եթե սա լիներ Հիսուսի ծառայության բունեությունը, սա ամենաքիչը կլիներ, որ Հիսուսը արած լիներ ժողովրդի համար։ Հիսուսը միայն մարդկանց ֆիզիկական առողջության մասին չէր մտածում։ Իսկ որտեղից են դիվահարությունը, հիվանդությունները և մահը։ Սրանք բոլորը մեղքի հետևանք են։ Հիսուսը իր աշակերտներին ուղարկում էր ոչ թե հենց հիվանդության համար, այլ հիվանդության արմատի համար, որը մեղքն է։ Ասում էր գնացեք սրտով կոտրվածներին, բանտարկվածներին, չէ, այդ բոլորը մեղքեր են, որից առաջանում են թե դիվահարությունը, թե հիվանդությունները, թե բորոտությունը, մինչև անգամ մահը։ Եվ Հիսուսը իր աշակերտներին և այսօր մեզ ուղարկում է, որպեսզի մենք ծառայենք մարդկանց, իրենց վերականգնվելու համար, իրենց հիվանդությունները բժշկվելու համար։ Մարդկանց մեջ կարան չարություն լինի, նախանձ լինի, տարբեր հոգիների ազդեցություններ կարան լինեն, որ դրանց ուշադրություն դարձնենք և դրա համար աղոթենք։ Վերջերս մեկի հետ խոսում էի, խոսքի մեջ ասեց, այսօր մոդա է բաժանվելը, որ մարդիկ իրարից բաժանվում են, թող Հիսուսի անունով այդ մոդան չլինի մեր երկրի մեջ, շատ բաներ կան, մարդիկ շատ ժամանակ նայում են արտաքին երևացող բաներին, խնդիրներ կա, բարկություն կա, կռիվներ կան, բայց ինչից է դրա արմատը պիտի նայենք, ինչ են մարդիկ բաժանվում օրինակ, որովհետև չեն հանդուրժում, չեն ներում, չեն համբերում իրար, եթե այդ արմատը գտնենք և արմատին լուծում տանք, արդեն այս հետևանքները չեն լինի։ Նույն գլխի մեջ ասում է, որ մենք պետք է խորագետ լինենք, հասմացի պես պետք է խորագետ լինենք, որպեսզի երբ որ խոսում ենք, մարդուն չվիրավորենք։ Քիչ առաջ ասեցի չէ, որ մարդիկ կան այդ մեղքը իրանց այնքան ձուլած լինեն, այնքան մոտ լինի իրանց, որ իրանք վիրավորվեն դրանից։ Դրա համար պետք է աղոթենք ու Աստծուց իմաստություն խնդրենք, որ թե ինչպես խոսենք, ինչպեսի մոտեցում ցույց տանք իրան, որ չվիրավորվի մարդը, որ չմտածի, որ իր դեմ ուղղված ինչ-որ բան կա։ Ու այս ճանապարհի մեջ իհարկե շատ դժվարություններ կլինեն, որովհետև սատանան էլ ուզում է իր պատկերը վերարտադրի ու իր նման մարդիկ բարձրացնի երկրի վրա, բայց
Հիսուսի գործը սա է, որ ինքը աշակերտներ բարձրացնի, որ սատանայի գործը չհաջողվի, որ մենք կարողանանք Աստծո գործը առաջ տանել ու դժվարություններ կարող լինեն, խնդիրներ կարող լինեն, որովհետև մարդու փրկությունը այս սատանայի համար ամենամեծ ցավ ասեմ, դժբախտություն ասեմ, ամենամեծ խնդիրն է իր համար մարդկանց հոգիների փրկությունը, դրա համար հակառակություն կարող լինի, բայց իհարկե մեր ուսուցիչը Հիսուսը մեր հետ է, ամեն ժամանակ, ուղղակի մեր գործը համարձակությամբ գնալն է, ուղղակի գնա, թե ինչ կլինի, ասում է հոգս մի արեք, թե ինչ պիտի խոսեք, ինչ պիտի անեք, որովհետև Աստված կտա այդ խոսքը ձեզ, եթե նկատել եք, ասենց ասեմ աշխատում է, շատ եմ զգացել, որ գնացել ես ուղղակի, մեկը հարց է տվել կարիք աղել ու բերանդ բացել ես, Սուրբ Հոգին խոսացել է, ու այդ կարիքին համապատասխան Աստված խոսք է տվել։ Մատթեոս 10:40 ասում է, ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում, եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։ Եթե մեկը քեզ ընդունում է, քո ուսուցիչին է ընդունում։ Եթե մեկը Հիսուսի քարոզը դու խոսում ես եւ ինքը չի ընդունում, ուրեմն Հիսուսին էլ անարժել։ Հաջորդ բանը, որ ուզում եմ ասեմ, հունցքը շատ է, ոնց որ Հիսուսն էր ասում, բայց մշակները քիչ են։ Եվ մեր գործողությունը երրորդ քայլ արդեն, երբ որ մարդը վերականգնվում է, մեր գործողությունը սա պիտի լինի, որ իրեն դարձնենք աշակերտ։ Որ այդ մարդը, որին ծառայել են, դառնա մեր նման։ Արդեն ինքն էլ գնա ուրիշներին սովորեցնի։ Սա շատ կարևոր է, որովհետև Աստծո արքայությունը այդպես է տարածվում եւ ծառայությունը այդպես է առաջ գնում, որ նոր աշակերտներ բարձրանում։ Որովհետեւ շատ հաճախ լինում է մարդը գնում է քարոզում է, ուրախանում է ու բավարարվում է։ Կամ ինչ որ աշխատանք է տանում ու հետո հետ է քաշվում։ Բայց սա հերիք չի։ Պիտի մինչև վերջ մարդուն ծառայես, հասցնես այն կետին, որ ինքը արդեն դառնա աշակերտ, որ ինքը գնա արդեն ուրիշ տեղեր աշակերտներ բարձրացնի։ Մենք բոլորս եկեղեցում աշակերտներ ենք, որ գալիս ենք Հիսուսի ոտների մոտ, մենք աշակերտ ենք, բայց երբ որ գնում ենք այնտեղ, արդեն մեր այդ դերը փոխվում է, մենք արդեն ուսուցչի պես, մեր ուսուցչի պես սկսում ենք սովորացնել։ Ճիշտ է, կարող է մենք եկեղեցում էլի խնդիրներ ունենք, ոչ մեկս կատարյալ չի, կատարյալ վերականգնված չենք, բայց երբ որ գնում ենք ծառայելու, ինչ որ մեկին, որը մեր առաջվա այդ խնդիրներն է ունեցել, Աստված մեզ էլ է փոխում, մեզ էլ է նորոգում։ Ու իրան ծառայելուց տեսնում ենք, որ մենք էլ խնդիրներ ունենք։ Ու այդ ժամանակ Աստված խոսում է, Աստված փոխում է, շատ է եղել, երբ որ մի քիչ տկարացած ես, ու մեկը գալիս է խնդրում է, որ աղոթես իր համար, կամ ինչ որ խոսքով ծառայես։ Երբ որ աղոթում ես, երբ որ խոսում ես, Աստված զորացնում է, Աստված լցնում է քեզ։ Հասկանում ենք, որ Աստծուն պետք է պարզապես նվիրված սրտեր, այնպիսի աշակերտներ, որ լավ աշակերտ կլինեն։ Մնացած գործը Աստված կանի։ Մնացած աշխատանքը, ինչ որ պետք է, ինչ որ մենք չենք կարողանում, Աստծո Սուրբ Հոգին կանի։ Երկու համար էլ կարդամ ու կամփոփեմ խոսքս։ Երկրորդ Տիմոթեոս 2:2 Եվ այն բաները, որ ինձանից լսեցիր, շատ վկաներով հանձնիր հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին սովորացնել։ Այն ինչ որ լսել ենք, կարող ենք փոխանցել։ Լսել եմ, որ շատերն ասում են, ես ունակ չեմ, կամ դա իմ գործը չի, ուղղակի փոխանցիր։ Վախենալու չի քարոզելը, կարանք անունը փոխենք, փոխանցիր, ոչ թե քարոզիր։ Այդ խոսքը լսել ես, գնա փոխանցիր մարդկանց, պարզապես։ Ու այդ փոխանցած խոսքը Աստված հոգ կտանի, որ աճի ու պտուղ տա։ Մատթեոս 10:25 Բավականը աշակերտին, որ իր վարդապետի նման լինի եւ ծառային իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բելզեբուս կոչեցին, ապա որքան ավելի նրա ընտանիքը։ Բավականը, որ մենք մեր տիրոջ նման լինենք ու փառք Աստծուն, որ Սուրբ Հոգին այսօր Աստծո պատկերն է երկրի վրա։ Մենք կարանք իրան
նայենք դեմ առ դեմ տեսնենք մեր Աստծուն, մեր ուսուցչին ու իրենից սովորենք։ Ու անկեղծություն է պետք, որովհետև մենք Աստվածաշնչում տեսնում ենք Հիսուսը ինչպիսին էր։ Տեսնում ենք, որ Հիսուսը անդադար աղոթում էր, տեսնում ենք, որ Հիսուսը ներում էր, տեսնում ենք, որ Հիսուսը շատ էր սիրում մարդկանց, ոգ էր տանում, նյութական շատ բաների ուշադրություն չէր դարձնում։ Տեսնում ենք, չէ՞, ինչպիսին էր մեր ուսուցիչը։ Եթե տեսնում ենք եւ ինքներս մեզ հետ անկեղծենք, մենք կնմանվենք մեր ուսուցչին։ Փառք Աստծուն, որ մեր ուսուցիչը մեր օրինակն է։ Փառք Աստծուն, որ Սուրբ Հոգին օգնում է, որ կարողանանք Հիսուսին նմանվենք։ Այս երեք կետերը շատ կարևոր են, որ գնանք, կարողանանք մարդկանց վերականգնենք, աշակերտ դարձնենք ու այդպես է, որ եկեղեցին զորանալու է։ Այդպես է, որ Աստծո գործը գործվելու է երկրի վրա ու սատանայի գործերը չեն հաջողվելու։ Եթե այս կերպով շարունակենք, ամեն մեկը գնա մի աշակերտ բարձրացնի, Աստծո բանակը ավելի զորեղ կլինի։ Ու շատ մեղքերի անուններ, շատ ինքնասպանություններ կան, տարբեր բաներ կան, որ լսում ենք, դրանք կարելի ասել չեն լինի։ Մեր շուրջը կվերանա նման երևույթները, եթե Աստծո բանակը բարձրանա, եթե աղոթող մարդիկ բարձրանան։ Եկեք աղոթքի կանգնենք, մեր որոշումներով գանք Տիրոջ առաջ, այն որոշումներով, որ պիտի այսուհետ Աստծո պատգամը անենք, որպես աշակերտներ, որ գնանք ու անենք այն, ինչ որ մեր ուսուցիչը անում էր, այն գործը շարունակենք, որ Հիսուսը սկսել էր։